Աստված ստեղծել է բարի աշխարհ, ամեն առավոտ դու կարող ես աղոթք անել, որ Աստված տվել է քեզ այս կյանքը, որ դու կարող ես այգուց քո քաղել ամեն ինչ, ինչը օգտակար է։ Աստված ստեղծել է աշխարհը գունավոր։ Այն ժամանակ գնում էի ամեն կիրակի հին եկեղեցի, Սուրբ Խաչ եկեղեցին, հետո որ 2017 թվականին կառուցումը բրծավ Սուրբ Սարգիս եկեղեցի, որոշեցի տատիկի հետ գնանք այն եկեղեցի, ես սկսեցինք ամեն կիրակի գնալ այնտեղ, Տեր Հովսեփը ինձ մի հատ գիրք նվիրեց, աղոթագիրք էր, առաջարկեց, որ ես շապիկ հագնեմ, ես կիրակի հագա ու տենց սկսեցի գնալ։ Գնացի շատ լարված էի, ամոչում էի, հետո Տեր Հովսեփի շնորհիվ արդեն բանը մոտեցա իրանց ու լարված չէ երկրորդ օրվանից մինչև հիմա։ Եկեղեցի հաճախող երեխաների մեջ տակավին փոքր տարիքից հոգևոր կյանքի սերմանելը մեծ կարևորություն, մեծ նշանակություն ունի։ Գուցե հիմա այսպես բացահայտորեն չերևա դրա կարևորությունը, բայց տարիների ընթացքում մենք պիտի տեսնենք։ Իհարկե, եթե փորձենք հենց սկզբից խիստ մոտեցում ցուցաբերել, ասել, որ այ օրենքը սա է, այսպես պիտի անես, սա չի կարելի անել եւ այլն, եւ այդ խստությունը մենք փորձենք պարտադրել, իհարկե այդ խստությունը կվանի։ Մեզ պետք է որ սիրով, անուշությամբ, մեղմությամբ, քնքշությամբ, գուրգուրանքով, հոգատարությամբ երեխաներին սովորեցնենք այն, ինչը որ պետք է իմանան եկեղեցում։ Սարքավակներին սովորում եմ, որ պիտի լինես լուռ, պիտի դու քո գործ անես, եթե քեզ մի բան են ասում, էդի քոնն է, ուրիշի վրա պիտի չգցես, էդի դու պիտի անես։ Ասում են քշած արա, քշած պիտի անես, մոմ բռնի, մոմ պիտի բռնես։ Եթե դու ուզում ես քեզ զգաս եկեղեցու մի մասնիկ, դու պիտի այդ գործողությունները անես, եկեղեցում ծառայես։ Անցած անգամ մարդ չկար, ես սկզբի 30 զանգերը տվեցի, իմ համար զանգերը շատ հետաքրքիր ձև ունի զանգը, որ ժողովուրդը կարա զարթնացնի, զանգն ու ակտորը հետաքրքիր բաներ են։ Այդ ակտիվության մեջ նաև ունի պատրաստակամություն ամեն ինչին մասնակցելու։ Այսօր էլ պատարագի ժամանակ դեռ պատարագը չվերջացած իրեն հետաքրքրում էր, թե պատարագի վերջում մասը ով պիտի բաժանի, ինքն է ուզում բաժանել։ Կարևորը, որ այդ ակտիվության մեջ միշտ ուրեմն այսպես արթուն է մնում գործնական մասնակցության ձգտումը, որը բնականաբար իր օգտակար հետևանքներն է ունենում յուրաքանչյուր երեխայի կյանքում։ Մեր եկեղեցին միշտ է մարդաշատ է լինում, տոներին տեղ չկա, ասենք թե խաղաղորդնեկին մտնում ես եկեղեցի, չես կարում շարժվես։ Եկեղեցինքից, Սուրբ Սարգիսինքից մատուրն է, 1301 թվականին կառուցված, զինվորները կռիվ գնալուց անպայման գնացել են Սուրբ Սարգիս, հետի ավանդույթ է եղել, նոր գնացել են կռիվ։ Ես սիրում եմ հին կառույցներ, քան թե նոր։ Լինի առաջին դարի եկեղեցի, լինի շատ հին գրադարան։ Ատամի չոփիկի վրա հագնեն պատերը։ Ատամի չոփիկների համար լինի այս տունիկը։ Դա ձեր բանալավետի։
քիչ բարև ինչ է պատել, ինչ։ Դպրոցում փոխվեց, որ հայոց պատմությունից ու եկեղեցի։ Դարա 10։ Այն վաղտ oli շատ բետ կրվարար ես։ Մամ, ես կրվարար եմ, թե չէ։ Ես այս բոլոր ծաղիկները սիրով եմ աճեցնում, եթե դու ինչ-որ բանը, դա նաև եթե կենթանու հետ լավ չվարվեց նրան չսիրես, իհարկե նա վատ կզգա եւ չի ուզենա ապրի, իսկ բույսերն էլ են նույն տիպի, նրանք է։ Եթե լավ խնամես, լավ են աճում, եթե վատ խնամես, լավ չեն աճում։ Հեսա, մենք ունենք կանախոյների շարան տարբեր գույների։ Մատ վերջնական ջրենք, վերջ այսինչ թողենք պարարտանյութով ջրով այցի։ Բույսերի մասին ես նայում եմ YouTube-ով, ես գրանցված եմ Facebook-ի բոլոր ծաղկասերների սայտերով, իմանում եմ շատ բաներ բնագիտության դասատուից, բնագիտության դասատու շատ է սիրում ծաղիկներ աճացնել, նա ինձ ճիշտ խորհուրդներ է տալիս, որը ինչ անեմ։ Սա հավեր կա։ Աղավնիներն են, ես նրանց սիրում եմ, որովհետև նրանք խաղաղության նշան են, փրկության նշան են եւ նրանք շատ սիրուն են։ Ուրիշ հետաքրքրություններ ունեմ գնալ դաշտ, խաղալ գունավոր ծաղիկներ, հանել բերել, խաղալ դեղաբույսեր, խաղալ մրգեր։ Գրավ Բնի Արի Ապա Արի Ես երազում եմ դառնալ ազատ մարդ, աճեցնեմ ծաղիկներ, կենդանիներ